Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր հյուրն է փաստաբան Բենի Գալստյանը, մենք խոսենք վերջին աղմկարոց իրադարձություններից մեկի վերաբերյալ, խոսքը մասնավորապես ազգային ժողովի падգամավոր Տարոն Մարգարյանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին է։ Այսօր ժողովուրդ օրաթերթը հրապարակել էր, որ դատախազությունը ազգային ժողով է ուղարկել 60 էջանոց մի փաստաթուղթ, որով փորձում է падգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրել։ Մինչդեռ 2018 թվականի օգոստոսից քննվել է այդ գործը, որին ներգրաված են եղել 9 անձիկ։ Անցած 7 տարիների ընթացքում այդ դատական գործը վախճան չի ունեցել, հիմա դատախազությունը որոշել է նույն արարքը վերավորակել։ Պարոն Գալստյան, ինչու 7 տարի անց ըստ էության որոշեցին գործը վերավորակել եւ նոր ընթացք տալ եւ գլխավոր դատախազը գալիս է։ Մի քիչ ավելի կոնկրետ ձեզ ասեմ, որ པարզ լինի, թյուրըմբռնում չլինի։ Ոչ թե վերավորակելը մի եզրույթ է, երբ որ դատախազը դատաքննության ընթացքում դիտարկում է, որ այս հանցանքով չի մեղադրանք այլ հանցանք է առկա, կարող է վերավորակել, դա նախատեսված կարգ կա քրեական դատավարության օրենսգրքում։ Մեր դեպքում իրավիճակը շատ ավելի, այսպես ասած, զավեշտալի է կամ աբսուրդային։ Նախքին մեղադրանքը կա, այո, վերում գումարում են եւս մեկ այլ մեղադրանք, նույն փաստակազմով։ Ընդ որում, մի մեղադրանքը, հիմնական մեղադրանքը դատարանում է, ինչպես նկատեցիք դուք, մյուսը նախաքննության փուլում է։ Ու նույն փաստակազմով չեն ասում դուք սա չեք արել, այլ սա եք արել, այլ ասում են գիտեք ինչ դուք սա եք արել, բայց նաև էս եք արել։ Դրա համար այստեղ ողջ աբսուրդայնությունը ինչու՞ է կանում։ Մենք ունենք սահմանադրությամբ, մարդու իրավունքների եվրոպական դատարանով, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, վերջերիչով քրեական օրենսգրքով ամրագրված կոնկրետ սկզբունք, այսպես ասեմ, իրավաբան քրեական իրավունքի կազմավորման ժամանակից գոյություն ունեցող մի կոնկրետ սկզբունք, որը կոչվում է կրկին անգամ դատվելու արգելքը կամ նույն արարքի անգամ կրկին քրեական պատասխանատվության ենթարկվելու արգելքը։ Հիմա ունենք իրավիճակ, որ 2021 թվականի փետրվարին պարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրեցին 308-րդ հոդվածի 2-րդ մասով 3 նոյնակ, այսինքն պաշտոնական լիազորություններ չարաշահելու համար, ինչը ինքնին աբսուրդային է, բայց ինչև է, որով դատաքննություն է գնում։ Դրանից 4 տարի հետո, արդեն 2025 թվականի մարտի 11-ին գլխավոր դատախազը ասում է այս արարքները որ կան, այստեղ առկա է փողերի լվացում։ Այսինքն այստեղ ողջ զավեշտը իրավիճակի ինչու՞ է կանում։ Միգուցե մի 5 տարի հետո էլ կանչեն ասեն, չգիտեմ ինչ, օրինակ էլի, էլ չեմ էլ զարմանա։ Պարոն Մարգարյան, դուք երևի թե նաև չգիտեմ, ահաբեկչության ֆինանսավորում եք կատարել նույն գործողությունով, ինքը ինչը թե իրավաբանության տեսանկյունից է անթույլատրելի, թե հասարակ մարդկային տրամաբանության տեսանկյունից։ Պարոն Գալստյան, ես նախ կուզենամ, որպեսզի մեր հետևորդների համար է պարզ լինի, Տարոն Մարգարյանին իրավապահները մեղադրում են դպրոցների, մանկապարտեզների, հարակից հողատարածքներից կտորներ օտարել, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակների, բայց ուշագրավն այն է, որ 2021 թվականի դեկտեմբերին քննիչները քննելով երկարամյա գործը հրաժարվել են մի հանցակազմից, որ հիմա նորից փորձում են առաջ քաշել։ Տեսեք, խոսքը վերաբերում է 3 ուսումնական հաստատության, 2 դպրոցի ավելի պարզ ասեմ, եւ մեկ մանկապարտեզի։ Իսկ սկզբանն է, երբ որ 21 թվականին գործը ուղարկվեց դատարան, մեղադրանք էր առաջադրվել պարոն Մարգարյանին 2 հաստատության մասով, մեկ մանկապարտեզի եւ մեկ դպրոցի։ Մի դպրոցի մասով ըստ էության մեղադրանք չներկայացվեց ու հաշվի առնելով որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատաքննության, ի թիվս նաև այլ մեղադրանների մասով, ու մեղադրանք էր առաջադրվել այդ դպրոցի մասով, պարզ էր ու տրամաբանական, որ վարույթ իրականացնող մարմինը այս մասով պարոն Մարգարյանի քրեական հետապնդումից հրաժարվել էր։ Այնինչ հիմա ի թիվս սրա, ի թիվս փողերի լվացման նաև ավելացրեցին այն մի դպրոցի դրվագը։ Հիշեցին։ Հա, հիշեցին, որը որ, այսպես ասեմ, թե իրավական որոշակիության տեսանկյունից թե եմ ասում կրկին դատվելու արգելքի սկզբունքից ելնելով ուղղակի անընդունելի է։ Իսկ ինչ վերաբերում է բուն դեպքին, որ մեղադրում են օտարելու մեջը մի քիչ վերցնել օտարելու մեջ մի քիչ այսպես ասեմ, շատ կենցաղային է հնչում ու այստեղ շրջանառվում է դպրոց մանկապարտեզ այդ եզրույթները, որը այսպես ասած էմոցիաներ են ուզում նուրբ լարերի վրա ազդում են։ Մենք բոլորս երեխաներ ունենք, մեր երեխաները հաճախում են մանկապարտեզ դպրոց, բնականաբար դա լսել է տհաճը։ Իրականությունը լիովին այլ է։ Մանկապարտեզի կամ դպրոցի գույք չի օտարվել։ Մանկապարտեզին, դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողամասը այո սահմանված ընթացակարգերի պահպանվամբ չափագրվել է
նվազեցվել է, մուտք է արվել Երևան քաղաքի, այսպես ասած, գույքային ֆոնդ, հետո անցել է 2 հանձնաժողովներով։ Կա մեկ հանձնաժողով, որը որոշում է Երևան քաղաքում կոնկրետ տարվա մեջ, որ հողամասներն են դրվում աճուրդի, ու կա երկրորդ հանձնաժողով, հենց բուն աճուրդային հանձնաժողով։ Այսինքն այս հողերը, ի թիվս մի շարք այլ հողերի, ստանալով համապատասխան մասնագիտական թույլտվություններ, հանձնաժողովներով անցնելով դրվել են աճուրդի եւ վերջն արդյունքում վաճառվել են շուկայական արժեքով աճուրդով։ Աճուրդը նախաքննական մարմինն էլ չի վիճարկում։ Տեղի է ունեցել օրենքով սահմանված աճուրդ, աճուրդում շահել է կոնկրետ անձ, վճարել է գումարը Երևան քաղաքին, այս հողը անցել է իրեն։ Այդ գումարն էլ մտել է Երևան քաղաքի բյուջե։ Ելեմ կրկնում։ Կա այդ ապացույցը, որ դա բյուջեին է ծառայել։ Այդ նախաքննական մարմինը գիտակցում է դա։ Ես չեմ ուզում մտնեմ նախաքննական մարմնի գիտակցման դաշտ, որովհետև չգիտեմ, այնտեղ մի քիչ դրամաբանությունից հեռու բաներ կան, բայց փաստը մնում է փաստ, որ այս հողամասերը հանձնված են եղել անհատույց օգտագործման իրավունքով։ Ինչպես բազմաթիվ հողակների, պոակների, լինի դա դպրոց, ուսումնական հաստատություն, չգիտեմ, գիտակրթական հաստատություն, գիտահետազոտական հաստատություն կամ ՓԲ պետական մասնաբաժնով հանձնված է եղել անհատույց օգտագործման իրավունքով, որպես սեփականություն հանձնված չի եղել, ու դա տրամաբանական է ու ընկալելի։ Բազմաթիվ են դեպքերը, որ թե քաղաքը, դա Երևան քաղաք կամ այլ քաղաք, եւ թե պետությունը քննարկելով իր, այսպես ասած, գույքային հողային ֆոնդը, որոշում է կայացնում ըստ քաղաքաշինական իրավիճակի, ըստ առաջացած խնդիրների, ըստ չգիտեմ, ճանապարհային իրավիճակի, փոփոխել որոշակի հաստատություններին անհատույց օգտագործման իրավունքով տրված հողամասերը։ Այստեղ պետք է կարմիր թելով անցկացնենք մի բան։ Արդյոք այդ հողամասը ծառայում է հենց այդ ուսումնական հաստատության բուն ուսումնական process-ի վրա։ Կոպիտ ասած, Պարոն Մարկանի դեպքում ազդում է, պարոն Գալստյան։ Այսպես ասեմ, այդ բոլոր ուսումնական հաստատությունները օբյեկտիվ իրականության մեջ կան, դուք էլ կարող եք գնալ տեսնել, որ չի ազդում։ Ոնց աշխատել են, նույն ձև աշխատում են։ Դեռ ավելի այգինել ունեն, տարածքներ ունեն, ամեն ինչն ունեն։ Օրինակ բերեմ, մի ուսումնական հաստատությանը հատկացված անհատույց օգտագործման իրավունքով հատկացված հողամասը 15000 քառակուսի մետր է։ Իսկ դա բավականին մեծ չափ է։ Այդ 15000 քառակուսի մետրից մոտավորապես նվազեցրել մոտավորապես, որքան հիշում եմ, 3000 քառակուսի մետր։ Այսինքն այնքան 12000 քառակուսի մետրը կա ու գտնվում է էլի այդ ուսումնական հաստատության տիրապետման տակ, որպես նրան անհատույց օգտագործման հանձնված հողամաս, ոչ թե որպես սեփականության հանձնված հողամաս։ Ու ամենակարևորը, հարգելիս, տեսեք, թե ուսումնական հաստատությունները, թե դպրոցները եւ թե նախադպրոցական, այսինքն մանկապարտեզները ունեն լիցենզավորման կարգ, թե մասնավորները եւ թե պետականները։ Այո։ Լիցենզավորման մեջ, այսինքն գոյություն ունեն համապատասխան լիազոր մարմիններ, ովքեր իրականացնում են լիցենզավորում։ Որոշակի ժամանակահատվածը մեկ այդ լիցենզավորումը անցնում են այդ ուսումնական հաստատությունները։ Եթե այս հողի, այսպես ասած, նվազեցումը ազդեր ուսումնական գործունեության վրա, այս հաստատությունների, բնականաբար դա կարձանագրվեր եւ վերջի վերջո լիցենզիայից կզրկվեին։ Սա խնդիրը, ողջ խնդիրը սրանում է դպրոցները ոնց գոյություն են ունեցել դպրոցում մանկապարտեզը, ոնց կենսագործել են, նույն ձևով շարունակում են կենսագործել։ Ու մենք հեռու չգնացինք, դուք էլ նշեցիք, ունենք իրավիճակ, որ Երևան քաղաքի կենտրոն համայնքում շատ ավելի մեծ չափի հողամաս, մոտավորապես 1 հեկտար, այսինքն 9000 քառակուսի մետր։ Ես ձեր թույլտվությամբ ուզում էի, քանի որ մենք անդրադարձ ունեցել էինք 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ Երևանի կենտրոնի Իսակով Պողոտայի 13/12 հասցեի Երևանի երաշտական 13 հատուկ դպրոց պոակին պատկանող տարածքը 9446 քառակուսի մետր մակերեսով եւ 360 քառակուսի մետր մակերեսով կացատան շինությունը վերցրել են դպրոցից ուղակի վաճառքով առանց աճուրդի տրամադրել են Armenia Wine գործարան ընկերությանը, որը տարածքում բիզնես կենտրոն է կառուցել։ Այսինքն դարձյալ դպրոցին հարակից տարածքը ուսումնական նպատակին չի ծառայել, ըստ էության,
Պատկերն այսպեսին է, բայց այս դեպքում որևէ մեկը չի պատժվել։ Ես ուզում եմ իմանամ, օրինակ այս այն ինչ որ մենք այսօր հրապարակել ենք, դուք նման օրինակներ երբևիցե ձեր աչքի առաջ ունեցել եք, դուք օրինակ դիմել եք sense մասով իրավապահ մարմինների։ Մասով ես դիմել եմ իրավապահ մարմնի։ Այո, հենց այս գործով պարոն Բեկալստյան, մի փոքր հստակեցնեմ, այստեղ ունենք մի փոքր այլ իրավիճակ։ Մի փոքր նման է պարոն Մարգարյանին վերագրվող դեպքերին, մի փոքր ավելի տարբեր։ Տեսեք, ուսումնական հաստատության անհատույց օգտագործման հանձնված հողամաս է, ինչպես նաև շինություն։ Մեր դեպքում շինություն չենք ունեցել։ Կացայատան շինություն է, որը որքանով որ տեղյակ եմ, այսինքն ԽՍՀՄ-ից հետո չի օգտագործվել կացայատը։ Այսպեսի ինչևէ բուն process-ի վրա իմ կարծիքով ազդեցություն չի ունեցել այդ չաշխատող կացայատունը, բայց ինչևէ ունենք շինություն եւ հողամաս, որը անհատույց օգտագործմամբ հանձնված է եղել հիշյալ կազմակերպությանը, որը արդեն կառավարության որոշմամբ 2021 թվականի փետրվարի 11-ին։ Այո։ Սա ոչ թե ինչու է փետրվարի 14-ին պարոն Մարգարյանին մեղադրանք են առաջադրում 21 թվականի փետրվարի 11-ին այս գործողությունն է կատարվում։ Վերցվում է ու վաճառվում է հիշյալ ընկերությանը ոչ թե աճուրդով, ոչ թե այլ ձևաչափով, այլ ուղիղ վաճառքով, ընդ որում համապատասխան որոշումը կառավարության բաց աղբյուրները մարկա է։ Վաճառվում է կադաստրային արժեքից ավելի ցածր գնով։ Կադաստրային արժեքը եթե հիշողությունս չի դահաճում 446 միլիոն դրամ է, վաճառվում է 378 միլիոն դրամով։ Ես չեմ պնդում, որ սա հանցանք է, բայց եթե պարոն Մարգարյանի վերագրվող արարքը հանցանք է, սա շատ ավելի լուրջ հանցանք է։ Ձեր հաղորդումը չունեցավ հետևանք, պարոն Գալստյան։ Հաղորդումը ունեցավ հետևանք, քրեական գործի հարուցումը մերժվեց, դրանից հետո բողոքարկեցի դատանը վերացրեց, հետո քրեական գործը քննվեց մեկ այլ քննչական մարմնի կողմից, որոշում կայացրեցին քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Մենք ունենք մի փաստ, որ երկու քննչական մարմին, այսօրվա դրությամբ երկու քննչական մարմին գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Քննչական կոմիտե եւ հակակոռուպցիոն կոմիտե, այն ժամանակ հակակոռուպցիոն կոմիտեի իրավանախորդներ, ՀՔՑ-ներ, երկու քննչական մարմին իրենց կարծիքի այս մասով հայտնել են, որ այնտեղ ինչ է շրջանառվում այդ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդության մեջ, որ գոյություն ունի կրթության մասին օրենքի 45-րդ հոդվածի համապատասխան մասը, ըստ որի ուսումնական հաստատությունների գույքը կարող է օտարվել միայն բացառապես կամ միայն կրթական նպատակների համար։ Հիմա այստեղ քննիչը մեկնաբանել է այն, ինչ որ ես ասում եմ այն գործով, բայց ինձ ոչ մեկ ականջալուր չէ լինում, որ նախ պատկանող գույք եզրույթը դա այն գույքն է, որը պատկանում է սեփականության իրավունքով, ոչ թե անհատույց օգտագործման հանձնված, որը այնտեղ ֆիքսվեց։ Եվ երկրորդը ուսումնական գործընթացի վրա այս հողի օտարումը որևէ ազդեցություն չի ունեցել։ Բայց ի տարբերություն Մարգարյանի դրվագների, որտեղ վաճառքը տեղի ունեցել աճուրդով ու ըստ էության վաճառքը տեղի ունեցել շուկայական արժեքով, այստեղ ունենք իրավիճակ, որ հիշյալ կազմակերպությունը վաճառվել է ուղիղ վաճառքով կադաստրային արժեքից ցածր գնով։ Հիմա ստանդարտների երկակիության մասին խոսելն ինձ թվում է արդեն Ընտրովի արդարադատության հետ ենք բախվում։ Որ ասեմ չեք հավատա։ Պարոն Գալստյան, լավ, այս իրավիճակում ըստ էության մեկ նախաքննական մարմին դիմում եք, դատարանը վերացնում է որոշումը, երկրորդ մարմին է գնում։ Չեք պատրաստվում հաշվի առնելով, որ գլխավոր դատախազությունը process է սկսել պարոն Մարգարյանի մասով փորձել հենց սա որպես դրոշակ, ինչու եք ընտրովի արդարադատություն։ Որպես դրոշակ ներկայացնեմ, այդ մարտիկ չգիտեմ, ես հուսով եմ ամեն դեպքում գոյություն ունի անմեղության կանխավարկած, մենք թե ես, թե առավել եւս պարոն Մարգարյանը նպատակ կամ միտուկ չունենք ինչ-որ մեկին մեղադրելու, առավել եւս ասելու գիտեք ինչ այն դեպքում ինչու է այսպես, այս դեպքում ինչու է այսպես։ Իրանք են, իրենց կայացած որոշումներն են, իրենց կայացած որոշումների արժեվ իրանք են պատասխան տալու։ Հուսով եմ մի օր կգա օրենքի արժեվ պատասխան կտան, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր անձ իր խղճի դեմ պատասխան տալու է մի օր։ Թե չէ ունենք իրավիճակ, որ քննչական մարմնի այս որոշումը հակասում է այս ընդհանուր մեղադրանքի վարկածին։ Դա փաստ է։ Միգուցե նաև ծիծաղելի փաստ է, միգուցե օտարերկրյա ինչ-որ իրավական կազմակերպություններ կամ օտարերկրյա, չգիտեմ, իրավապահ մարմինների աշխատակիցներ այս պատմության մասին լսեն, նայեն, ընթերցեն, եթե հետաքրքիր լինի, զուտ, չգիտեմ, ծիծաղեն։ Որ համար ես էլ եմ ինձ վազգում, ի վերջո Հայաստանի քաղաքացի եմ, իմ սիրտն էլ է ցավում։ Ինչ է սպասվում տարում Մարգարյանի, պարոն Գալստյան։ Ունենք իրավիճակ, պատկեր, ունենք արդեն սպասվող գործընթաց, ինչ է սպասվում ըստ ձեզ։
Տան Մարկայանին ինչ է տարօրինակ հարց տվեցիք, ոչ մի խնդրահարույց բան պարոն Մարկայանին չի սպառնում, չի սպասվում, ինչու որովհետև պարոն Մարկայանը այս տեսանկյունից խնդիր չի տեսնում։ Սա, այսպես ասեմ, այնպեսի մի փոքր հարց է պարոն Մարկայանի համար։ Ինչու։ Նախ շատ ինձ համար որպես ոչ միայն փաստաբան, ոչ միայն պարոն Մարկայանի ճանաչողից, այլ որպես հասարակ երևանցի ուղղակի այսպես ասեմ, Երևանում ապրած մեծացած անձ, ով տեսել է բազմաթիվ քաղաքապետերի, ապրել է նաև պարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ աշխատած ժամանակահատվածում, տեսել է պարոն Մարգարյանի ամեն օր տեսել է պարոն Մարգարյանի գործունեության արդյունքները, որպես բանիմաց, խելացի, հմուտ ու սրտացավ կառավարիչ, քաղաքի կառավարիչ, որպես ի վերջո մաքուր երևանցի, այսպես ասեմ։ Թե պարոն Մարգարյանի վերաբերմունքը մանկապարտեզների հանդեպ ոչ մեկի համար գաղտնիք չէ, մենք երեք չենք եկել բերակվել Երևանում, որ մանկապարտեզների զարգացումը, երբ որ բոլոր ծնողները իրենց երեխաներին փորձում էին տանել պետական, այսպես ճակերտավոր պետական համայնքային մանկապարտեզ, սկսվել է պարոն Մարգարյանի կառավարման օրոք։ Շատ չի անցել, էլի 2011 թվականից ներքև երևի կհիշեք ինչ վիճակ էր մանկապարտեզներում։ Էլ չասեմ աղբահանությունը, էլ չասեմ ձնամաքրումը եւ այլ եւ այլ։ Մեր ժողովուրդը այնպես չի, որ հիշողության խնդիր ունի։ Բոլորն էլ տեսնում են, թե պարոն Մարգարյանից առաջ, թե պարոն Մարգարյանից հետո։ Հետոն առավել եւս բոլորս տեսնում ենք, թե ձնամաքրումը, թե աղբահանությունը եւ թե այլն եւ թե այլն։ Հիմա մնացած մասով ինչ ասեմ։ Պարոն Մարգարյանը երբեք չի խուսափել քրեական պատասխանատվությունից։ Պարոն Մարգարյանը երբեք առավել եւս չի խուսափել իր որոշումների համար պատասխան տալուց, առհասարակ թե որպես տղամարդ, թե որպես հայ, թե որպես կառավարիչ, թե որպես պետական քաղաքական գործիչ։ Եվ այս խնդիրը պարոն Մարգարյանը պատրաստական է պատվով հաղթահարել։ Մենք իրավական վեճ ունենք, ըստ էության, ես վստահ եմ, մենք այս իրավական վեճը հաղթելու ենք, որովհետև ես չեմ գտնի Հայաստանի Հանրապետության տարածքում, դեպուս այս պայմաններում որևէ դատարան, որ մեղադրական դատավճիռ կկայացնի այս դեպքում։ Այդ հարցին է ուզում անդրադառնալ դատարաններից սպասելիքները։ Պարոն Մարգարյանը խնդիր չունի։ Դատարաններից սպասելիքները ես ասեցի դրական են ամեն դեպքում։ Բացասական չի կարող քննարկվել։ Մենք նույն չունենք տակ։ Շատ բարի, պարոն Գալստյան, մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը, ի վերջո գլխավոր դատախազը գալու է ազգային ժողով, ձեր պնդումներին հետագամ նաև կհետևենք, թե ինչով կավարտվի այս պատմությունը։ Շնորհակալություն մեր հրավերի համար, պարոն Գալստյան։